Պարոն Սուրենյանց ըստ էության այս process-ը մեկնարկեց նաև հենց Բարգավաճ Հայաստան կուսակցության նախավորումից հետո ԲՀԿ-ն չկարողացավ անցնել ազգային ժողով, հիմա Սահմանադրական դատարանը ըստ ձեզ ուղի սխալը թե ոչ։ ԲՀԿ-ն մեկ ուղում անցավ ազգային ժողով, Բարգավաճ Հայաստանից գողացան ազգային իրավունքը, բայց Հայաստանի մեջ չի խնդիրը, այլ 60,000 քաղաքացիների շուրջ, որոնց ընտրական իրավունքի գրեհիկ ոտնահարումը տեղի ունեցավ։ Սա մեկ, երկրորդը ես 95 թվականից ընտրական պրոցեսներին քաջածանոթ մարդ եմ, 96 թվականից Սահմանադրական դատարան վիճարկումներ ա եղել, գրեթե բոլոր ընտրությունների հետ կապված։ Իհարկե նման մասշտաբի վիճարկում աննախադեպ է, երբեք չի եղել, որովհետև հիմա դուք գիտեք, որ տարբեր սեգմենտների 7 ուժեր բողոքարկել են, եւս 3-ը չեն բողոքարկել, բայց ընտրությունները լեգիտիմ չեն համարում, ՀԱԿ, Լուսավոր Հայաստան, ԱԺԲ, այսինքն սա խոսում ընտրական ինստիտուտների նկատմամբ տոտալ անվստահության մասին։ Իրավական բոլոր հիմքերը կան, որ Սահմանադրական դատարանի նախագահն ու նրա անդամները Վահագն Հովհակիմյան չդառնան։ Բայց ես իհարկե չեմ հավատում, որ Սահմանադրական դատարանը, ասում եմ, չեմ հավատում, որ չեն դառնա Վահագն Հովհակիմյան կամ Նիկոլ Փաշինյան, դրա համար մի անգամ է Սահմանադրական դատարանը մի փոքր շեղում թույլ տվել իրան մեր պատմության մեջ 2003 թվականի նախագահական վիճահարույց ընտրությունից հետո ՍԴ-ն թեև մերժեց ընդդիմության հայցը, բայց որոշեց, որ մի տարի հետո իշխանությունները վստահության հանրաքվեբ տյանեն, այդ մի տարին էլ քթներիցս եկավ, այդ լղոզված ձևակերպման պատճառով բախումներ եղան, օրինակ ես էլ կալանավորվեցի մի քանի ամսով եւ այլն։ Ես լավատես չեմ, հույսեր չունեմ, ես ավելի շատ հակված եմ ենթադրել, որ այսինն էլ այն 7-ի պես հանցագործներ կդառնան հանուն Նիկոլ Փաշինյանի իշխանության երկարաձգման։ Այդ դեպքում քաղաքական ուժերը իրենց քաղաքական պայքարի առանցքը տեղափոխեցին Սահմանադրական։ Բայց ինչ պիտի անեին, իրավական գործիքակազմ է, պիտի ամբողջը օգտագործենք, որովհետև մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից չի էլ բացառվում, որ վիճարկումներ լինեն նաև մարդու իրավունքների կատարվածքով եվրոպական նացիաներից, դրա համար պետք է սպառել ամբողջ զինանոցը։ Սա մեկ։ Երկրորդը անկախ նրանից ՍԴ-ն բավարարելու է թե չէ, մենք լրիվ օրինական եւ իրավական հիմքերով դիմել ենք ՍԴ։ Մենք պիտի այն կանխավարկածով չառաջնորդվենք, որ իրենք բավարարելու են թե ոչ։ Շանս է այս մարդկանց համար, կամ իրավունքի օրենքի դաշտում կդառնան, կամ Նիկոլ Փաշինյանի գրպանի տուզիկները կդառնան։ Հիմա իրանց ընտրությունն է, ինչ ընտրություն ուզում են թողնել, մեծ հաշվով։ Կարծում ընդդիմությունը վախենում է իշխանությունից, որ փողոց դուրս չի գալիս, թե վախենում է, որ մարդիկ չեն հավաքվում։ Ինչ է նշանակում իշխանությունից վախենալ։ Որ տանեն, ձերբակալեն, քրեական գործեր։ Գիտեք, առանց դուրս գալու էլ տանում են, ձերբակալում են, ունեզրկում են, ամեն ինչ էլ անում են։ Այսինքն եթե դրան նայես, մի հատ մարդու հետ գործ ունես, որ ինչքան հանգիստ մնաս, այնքան ավելի շատ է նստացնելու, ունեզրկելու, ամեն ինչ էլ անելու։ Գիտեք, հեղափոխական վիճակ չի երկրում, եկեք շատ անկեղծ լինենք, հիմա պետք չի էլի, մենք մեզ պատրանքներ ստեղծենք, հետո այդ պատրանքներով ժողովրդին կերակրենք, հետո խաբենք ժողովրդին, հիասթափեցնենք։ Երկրում հեղափոխական սցենար չի։ Իշխանությունը կարող է փոխվել 1-ից 1.5 տարվա կտրվածքով, հիմա ընդդիմությունը պետք է ստեղծի արդյունավետ համակարգեր այդ խնդիրը լուծելու համար։ Արդյունք որ նշում եք զինանոցը պետք է ըստ էության սպառել, չէ՞ կարծում եք այդ զինանոցը սպառելու հետ մեկտեղ սպառվելու է նաև ժողովրդի էներգիան, որովհետև այլ բան է հենց ընտրությունների հաջորդ օրը կուտակված էներգիան, այլ բան է, որ 1 ամիս հետո կամ 2 ամիս հետո փողոցում ինչ որ քաղաքական պայքար կենա։ Եթե հեղափոխական ընդդիմություն լիներ, օրինակ, գիշերը ժամը 2:20 ամսի 7-ի փողոց կաներ ժողովրդի, որտեղ Նիկոլ Փաշինյանը գնացել էր իշխանության ուզուրպացիայի։ Այսինքն ԲՀԿ-ն է հեղափոխ։ Ասում եմ, ընդհանրապես հիմա Հայաստանում հեղափոխական ընդդիմություն չկա, սա քննադատություն չի։ Փաստ է որ։ Բնույթով այս ընդդիմությունը փոփոխության ձգտում է, բայց հեղափոխական չի։ Ես եղել եմ ընդդիմադիր հարթակներում, որոնք իսկապես էլ ինչն է պատճառը, որ վերջի պահին զատնի են։ Զատնի չեն դնում։ Ես այդ գնահատականը այդ զատնի դնել, գազ տալ բան, այդ տերմինները ընդդիմության համար զատնի դնող չկա, որոնք էլ պայքարում են, եթե պայքար չլներ, այս
հետապնդումներն ու բաներն էլ չեր լինի։ Սուրենյան, այդ հետապնդումների համատեքստում էլի մի հատ նայեք, ասում եք արդյունավետ մեխանիզմներ ստեղծել համակարգեր։ Հիմա արդյունավետ համակարգերը առանց այն անհատների, որոնք ի վիճակի են իրենց ռեսուրսները ներդնել։ Զոր օրինակ ձեր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, որին փորձում են մեկուսացնել, կամ փորձում են մեկուսացնել այլ քաղաքական ուժերի ակտիվ դերակատարներին։ Ինչպես է հնարավոր Ձեր հարցի ենթատեքստը լրիվ հասկացա։ Ուրեմն հետ սովետական ավտորիտար տարածքներում, այս կարգի երկրներում, երբ խոշոր կապիտալի կրողները ձեռնոց են նետում իշխանությանը ու լավ են անում ձեռնոց են նետում, պիտի պատրաստ լինեն տարբեր սցենարներ։ Ուրեմն ստեղծված իրավիճակներում իմ հարգարժան հավաք ընկերը պարոն Ծառուկյանը, մեր մյուս խոշոր սեփականատերը Սամվել Կարապետյանը մի հատ հստակ գիտակցություն պիտի ունենան եւ ես կարծում եմ ուներ այդ գիտակցությունը, իրենք կամ պիտի ռեսուրսներ դրեն արդյունավետ համակարգեր ստեղծելու մեջ շատ արագ, կամ պիտի նկատի ունենան, որ եթե այդ չեն անում, ռեժիմը մեկը գրոհիլ է իրենց վրա միջև վերջ։ Այսինքն այդ հարցը իմ տիրույթում չի, բայց իմ պատասխանը հստակ ասում եմ։ Կամ իրանք պիտի ռեսուրս դնեն քաղաքականության մեջ եւ հասնեն հաջողության, կամ էլ պիտի պատրաստ լինեն, որ այս ռեժիմը իր պարագլխով միջև վերջ ներառվի։ Պարոն Սուրենյան, նշում եք, որ երկրում հեղափոխական մթնոլորտն է, նաև նշում եք, որ ժողովուրդը հունիսի 7-ի գիշերը 2:20 պետք է դրսում լիներ։ Այդ հեղափոխական հեղափոխական առաջնորդ, այսինքն միայն հեղափոխական առաջնորդից էր կախված, ձեր նախընտրական շրջանում թույլ տված սխալներից չէ, որ ժողովրդի հետ չեք խոսել։ Բազմաթիվ սխալներ են կարել, ես մեր ժողովրդից ներողություն եմ խնդրում սխալների համար, անձամբ եւ կարծում եմ ճիշտ կանի ամբողջ ընդդիմությունը։ Մենք անպիտան ենք եղել, եթե չենք կարող, այսինքն բավարար պիտանելություն չենք ունեցել, եթե այս իշխանությունը պահպանվում է։ Եվ իսկապես ընդդիմությունը խնդիր ունի անկեղծ կոմունիկացիայի միջոցով ժողովրդից նաև իր սխալների համար ներողություն խնդրի։ Կարող ենք չգիտենք, որ Նիկոլ Փաշինյանը մայր Թերեզա չի։ Նիկոլ Փաշինյանը պիտի աներեն ինչ-որ արել է։ Բնականաբար մենք բավարար չափով չենք կարողացել պատրաստ լինել համարժեք պատասխան իշխանությանը տալու, բայց այդ չի նշանակում պայքարը պետք է հիմա դադարեցնել։ Եթե պատրաստ չենք եղել, սխալներ ենք արել, անշուշտ ինչի համար պետք է ժողովրդի ռեվամտությունը հայցենք, հակառակ պարագայում հասարակությունը իրավունք ունենա մեր անկեղծությանը չհավատալ։ Պարոն Սուրենյան, ձեր վարկած քայլերը հաջողության հասնելու համար ընդդիմության շրջանում ընդդիմադիր խոսում եմ ասում է Հերիկա։ Ընդդիմադիր ուժերի շրջանում քննարկումներ եղել են, կամ նախատեսվում են ձեր նշած քայլերի շուրջ հաջողության հասնելու համար։ Ընդդիմության շրջանում ձեր վարկած քայլերի շրջանում հաջողության հասնելու համար քննարկումներ եղել են, կամ նախատեսվում են։ Միշտ քննարկումներ լինում են, միշտ էլ համոզված եղեք, որ մենք արդյունավետ համակարգեր գտնել կարող ենք։